Բարև ձեզ, ես Էքոն Չոլակյանն եմ։ Քանի որ 2024 թվականը մոտենում է ավարտին, ես իմ պարտքն եմ համարել կատարել 2025 թվականին սպասվող կլիմայի և գեոդինամիկ միտումների համառոտ վերլուծություն և հիմնավորված կանխատեսում։ Ելնելով առկա տվյալներից, վստահաբար կարող ենք ասել, որ հաջորդ տարի տեղի կունենա կլիմայական աղետների զգալի աճ, ինչպես նաև գեոդինամիկ երևույթների հաճախականության և ինտենսիվության աճ։ Սկսեմ ներկա իրավիճակից։ 2024 թվականին մենք տեսանք բնական իրադարձությունների ինտենսիվության աննախադեպ աճ, մոտավորապես 7%-ով նախորդ տարվա համեմատ։ Խորացումը արտահայտվում է կատակլիզմների հաճախականության և ուշքնության աճով, ինչը վկայում է երկիր մոլորակի համակարգում աճող փոփոխությունների մասին։ Այնուամենայնիվ, այն, ինչ մեզ սպասում է հաջորդ տարի, լուրջ անհանգստություն է պատճառում։ Մեր հաշվարկների և մաթեմատիկական մոդելի համաձայն, մենք 2025 թվականին մենք կանխատեսում ենք բնական երևույթների ինտենսիվության 12-15%-ով աճ ընթացիկ, 2024 թվականի համեմատ։ Ես միտումնավոր եմ շեշտում այս թվերի նշանակությունը։ Դրանք աննախադեպ են դիտումների մեր ժամանակակից պատմության մեջ։ Հատկապես մտահոգիչ է այն, որ մենք նկատում ենք ոչ թե հասարակ գծային աճ, այլ իրավիճակի վատթարացման մեծացող, էքսպոնենցիալ դինամիկա։ Մարդկության կողմից որևէ գործողության բացակայության դեպքում մենք հիմք չունենք ակնկալելու այս միտման դանդաղում կամ նվազում։ Այս տարվա ընթացքում օվկիանոսի վիճակի հետ կապված իրավիճակը միայն սրվել է, այս փաստը չի կարելի անտեսել։ Համաշխարհային օվկիանոսի համակարգերում էներգիայի կուտակումը հասել է էլ ավելի բարձր մակարդակի, որն այս ձմռանն անխուսափելիորեն կդրսևորվի ձյան առատ տեղումների, ռեկորդային ցածր ջերմաստիճանների և այլ խանգարումների տեսքով։ Գալիք տարում մենք կարող ենք ակնկալել կլիմայական և բնական երևույթների նոր դրսևորումներ, որոնցից շատերը կտարբերվեն նրանից, ինչին մենք ընտելացել ենք։ Մենք, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք ծայրահեղ եղանակային պայմանների ավելի հաճախակի դեպքերի, բնական աղետների և գործընթացների նոր համադրությունների, որոնք գերազանցում են նախկինում դիտարկված նորման։ Մտահոգություն է առաջացնում նաև Գոլֆսթրիմ համակարգի վիճակը, գլոբալ կլիմայական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Այն դանդաղում է, և դրա հանկարծակի կանգ առնելու վտանգը մեծանում է։ Դրա դանդաղումը հանգեցնում է ջրի փոխանակման համաշխարհային համակարգում կտրուկ փոփոխությունների։ Մթնոլորտային և օվկիանոսային փոխազդեցությունները խաթարվում են, և դրանց անհավասարակշռությունը մեծանում է։ Սա հանգեցնում է ուժեղ փոթորիկների, լայնածավալ երաշտի, քամիների սովորական հետագծերի տեղաշարժերի և ջերմային կտրուկ անոմալիաների։ Այս փոփոխությունները սպառնում են կլիմայական և սոցիալական լուրջ հետևանքներով ամբողջ աշխարհում։ Հարգելի գործընկերներ, այսօր ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հիմնարար թյուրիմացության վրա, որը գոյություն ունի գիտական հանրության մեջ ներկայիս կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Այս պահին քննարկումներ են ընթանում միայն գյուղատնտեսության ոլորտի վրա ազդող կլիմայական գործոնների կանխատեսման նոր մոդելների որոնման վերաբերյալ։ Ես խստորեն զգուշացնում եմ, մի փնտրեք պարզ լուծումներ։ Մենք գործ ունենք ոչ թե սեզոնայնության պարզ փոփոխության, այլ ամբողջ կլիմայական համակարգի հիմնարար փոփոխությունների հետ։ Մարդկությունը վաղուց գիտական պարադիգմների արմատական վերաիմաստավորման կարիք ուներ։ Ցավոք սրտի, պատճառները վերլուծելու փոխարեն մեր ուշադրությունը հաճախ բևեռվում է հետևանքների և արդյունքում կլիմայական աղետներին հարմարվելու վրա։ Տեղի ունեցող փոփոխությունների հիմնարար պատճառները լիովին հասկանալու համար անհրաժեշտ է խոստովանել, որ մեր մոլորակի կլիմայական մոդելի հիմքը որոշվում է հիմնականում գեոդինամիկ գործընթացներով։ Մի անալոգիա բերեմ բժշկության հետ։ Մթնոլորտային երևույթները, որ մենք նկատում ենք, միայն հետևանք են, մակերեսային ախտանիշներ, բայց ոչ մեր մոլորակի հիվանդության պատճառը։
Ինչպես ախտանշանները չեն ազդում բուն հիվանդության պատճառի վրա, այնպես էլ մթնոլորտային երևույթներն ի վիճակի չեն ազդել գեոդինամիկ գործընթացների վրա։ Մենք փորձում ենք բուժել ախտանիշները, հուսալով, որ մոլորակային համակարգը կինքնակարգավորվի, ինչպես նախկինում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է։ Միլիոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակն ինքնակարգավորման յուրահատուկ ունակություն է ունեցել՝ մի տեսակ բնական իմունիտետ։ Իմունիտետի այս համակարգի առանցքային հիմքերից մեկը համաշխարհային օվկիանոսն է։ Որպես ջերմակարգավորիչ, նրա դերը երկրի ընթերքից ավելորդ ջերմությունը հեռացնելն ու մոլորակի ներքին գործընթացները կայունացնելն է։ Այս մեխանիզմը թույլ է տվել կանխել կրիտիկական փոփոխությունները բնական աղետների ցիկլերի ընթացքում, որոնք տեղի էին ունենում յուրաքանչյուր 12,000 տարին մեկ և նույնիսկ ավելի մեծ ուժով յուրաքանչյուր 24,000 տարին մեկ։ Սակայն մեր օրերում իրավիճակը փոխվել է, օվկիանոսի մարդածին աղտոտումը միկրո և հատկապես նանոպլաստիկի միջոցով բացասաբար է ազդել ջերմությունը փոխանցելու և վերաբաշխելու նրա ունակության վրա։ Արդյունքում ջերմային էներգիան աննախադեպ արագությամբ կուտակվում է համաշխարհային օվկիանոսներում և երկրի ներքին շերտերում։ Այս ավելցուկային ջերմությունն ի վիճակի է հզոր կատալիզատոր դառնալ այնպիսի գեոդինամիկ գործընթացների ակտիվացման համար, ինչպիսիք են հրաբխականությունը և երկրաշարժերը։ Հատկապես մտահոգիչ է թիկնոցում խորը կիզակետով երկրաշարժերի թվի աճը։ Նման երկրաշարժերը տեղի են ունենում ավելի քան 300 կիլոմետր խորության վրա, և իրենց բնույթով դրանք հզոր ներթիկնոցային պայթյուններ են, որոնք արձակում են հսկայական ծավալներ, այդ թվում ջերմային էներգիա։ Այս իրադարձությունների հաճախականությունը ոչ միայն ավելանում է, այլև մեծանում է դրանց մագնիտուդը։ Ամեն օր միջինում 4 բալից բարձր ուժգնությամբ ավելի քան 15 խորը երկրաշարժ է տեղի ունենում, հատկապես տագնապալի է այն, որ այս գործընթացներն ունեն ինքնազարգացման հատկություն։ Յուրաքանչյուր նոր իրադարձությունը պայմաններ է ստեղծում ներթիկնոցային պայթյունների առաջացման համար, արագացնելով համակարգի ընդհանուր ապակայունացումը։ Մեր մաթեմատիկական մոդելը հաստատում է այս միտումը։ Այս գործընթացները շղթայական ռեակցիա են առաջացնում։ Մագմայի ջերմաստիճանի բարձրացումը և երկրի ընթերքի վրա ճնշման աճը հրահրում են հրաբխային ակտիվության աճ և գերարաբուխների կալդերաների ապակայունացում։ Նույնիսկ ավելի նշանակալի է այն փաստը, որ ցիկլային գործընթացներն ազդում են ոչ միայն կլիմայական համակարգի, այլև երկրի մագնիսական դաշտի, ինչպես նաև գրավիտացիոն փոխազդեցությունների վրա, փոփոխություններ կատարելով նույնիսկ միկրոմակարդակում։ Միկրոմակարդակի այս աննշան տատանումները ազդում են մթնոլորտի մասշտաբային փոփոխությունների վրա։ Սեյսմիկ ակտիվությունը շարունակում է աճել, և խորը ֆոկուսային իրադարձությունների քանակը արագ տեմպերով աճում է, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ աճը կապված է սենսորների քանակի ավելացման հետ, ապա նա սխալվում է։ Այս գործընթացը տեղի է ունենում անկախ սենսորների ցանցի ընդլայնումից կամ դրանց զգայունությունից։ Ավելին, սեյսմիկ տվյալների հասանելիությունը հասարակության համար անընդհատ նվազում է, բայց նույնիսկ այն, ինչ մնում է հանրային տիրույթում, ցույց է տալիս երկրաշարժերի ինտենսիվության և հաճախականության աննախադեպ աճ։ Երկրի թիկնոցի բնական գազազերծման գործընթացը նույնպես թափ է հավաքում։ Հրաբխային ակտիվությունը աստիճանական աճի միտում է ցույց տալիս։ Այսպիսով, ճնշումը, որը կուտակվում է ընթերքում, փոքր-ինչ նվազում է հրաբուխների ժայթքման ժամանակ։ Ինչ վերաբերում է գործընթացների ընդհանուր դինամիկային, կարող եմ ասել հետևյալը։ Տարբեր կատակլիզմների աճի բնութագրական առանձնահատկությունը դրանց կասկադային բնույթն է։ Գործունեության ուժեղացման ժամանակահատվածները փոխարինվում են հարաբերական թուլացման փուլերով։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ յուրաքանչյուր նոր ցիկլի հետ թուլացման փուլերի տևողությունը նվազում է, մինչդեռ հետագա փուլերում գործունեության ինտենսիվությունն ու հաճախականությունը մեծանում են։ Այսինքն, յուրաքանչյուր կրկնության հետ գործընթացը դառնում է ավելի ակտիվ, և հանգստի կամ գործունեության նվազման ժամանակահատվածները դառնում են ավելի կարճ։ Այս դինամիկան ճշգրիտ հաստատում է մաթեմատիկական մոդելը, իսկ հաջորդ տարվա կանխատեսումները հուսադրող ոչինչ չեն խոստանում։ Հարց է առաջանում, թե ինչի սպասել։ Ցավոք, պատասխանն ակնհայտ է՝ ոչ մի լավ բան։
Մենք արդեն մտնում ենք նոր իրականություն, մի իրականություն, որին հարմարվելը գնալով դժվարանում է։ Այնուամենայնիվ, արմատական պատճառների ուսումնասիրության և լուծումների մշակման վրա կենտրոնանալու փոխարեն, մենք շարունակում ենք զբաղվել այն ամենով, ինչ անհրաժեշտ է քաղաքակրթության գոյատևման համար։ Սա մարդկության հավաքական կարճատեսության տագնապալի վկայությունն է, ցավոք, դա օբյեկտիվ ճշմարտություն է։ Այժմ անցնենք ավելի մանրամասն աշխարհատարածական կանխատեսմանը։ Նախ պետք է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հաջողվի խուսափել աղետների աճի հետևանքներից։ Դա անխուսափելի է, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում կատակլիզմները կշարունակեն աճել։ Սակայն պետք է նշեմ, որ Ելոուստոուն գերրաբխի տարածքում լուրջ ճգնաժամային իրավիճակ դեռևս չեմ նկատում։ Սակայն նման օբյեկտների հետ չի կարելի կատակել, ուստի իմ կողմից որևէ խոստում տալը խելամիտ չէ։ Մենք որոշակի փոփոխություններ ենք արձանագրում երկրաֆիզիկական պարամետրերում, և հավանական է, որ դրանք կուժեղանան։ Այնուամենայնիվ, գեոդինամիկ վտանգի հիմնական էպիկենտրոնը տեղափոխվում է մեկ այլ մայրցամաք, որտեղ այսօր արձանագրվում է բացասական դինամիկայի մեծ ռիսկ։ Հատուկ ուշադրության է արժանի Չինաստանի տարածքը։ Մեր հաշվարկների համաձայն, առաջիկա կլիմայական փոփոխություններն աննախադեպ ազդեցություն կունենան այս տարածաշրջանի արդյունաբերական ենթակառուցվածքների և արտադրական հզորությունների վրա։ Այդ գործընթացներն անխուսափելի են։ Եվ սա պարզապես մարտահրավեր չէ կոնկրետ երկրին, սա գլոբալ փոփոխությունների նոր դարաշրջանի սկիզբ է, որի հետևանքները, ավաղ, շոշափելի կդառնան բոլորիս համար։ Թույլ տվեք ձեր հատուկ ուշադրությունը հրավիրել արաբական թերակղզում զարգացող իրավիճակի վրա։ Ջրհեղեղներն ու փոթորիկ քամիներն արդեն զգալի ճնշում են գործադրում տարածաշրջանի ենթակառուցվածքի վրա։ Բացի արդեն դիտարկված կլիմայական անոմալիաներից և աճող մթնոլորտային երևույթներից, մեր հաշվարկները ցույց են տալիս արաբական թերակղզում սեյսմիկ ակտիվության մոտալուտ ակտիվացումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում արաբական թերակղզու տարածքում 3.0 մագնիտուդից բարձր երկրաշարժերի թիվը կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ այս տարածաշրջանում ուժեղ երկրաշարժերի ի հայտ գալը միայն ժամանակի հարց է։ Երբ բարձր մագնիտուդների սեյսմիկ ակտիվության սրընթաց աճը սկսի ազդել այդ տարածաշրջանի վրա, հետևանքները կարող են ծայրահեղ ծանր լինել։ Արաբական թերակղզում ապագա գեոդինամիկ փոփոխություններն անխուսափելի են, և մեր մասնագիտական պարտքն է այդ մասին զգուշացնել գիտական հանրությանը և հասարակությանը։ Ես, անշուշտ, անկեղծորեն ցավում եմ Դուբայի համար։ Սա շատ գեղեցիկ քաղաք է, սակայն նրա ապագան կանխորոշված է։ Այսօր ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել միջերկրածովյան տարածաշրջանում, մասնավորապես Իտալիայում ձևավորվող չափազանց վտանգավոր իրավիճակի վրա։ Թեև շատերն իրենց հայացքներն ուղղում են Ելոուստոունին, որն ըստ ընթացիկ կանխատեսումների, չի ցուցադրում առաջիկա տարվա կարևորագույն ցուցանիշները, իտալական սուպերհրաբուխ Ֆլեգրյան դաշտերի հետ կապված իրավիճակը շատ ավելի տագնապալի է թվում։ Այս հրաբխային համալիրը ցույց է տալիս սեյսմիկ ակտիվության չափազանց արագ աճի նշաններ, և այս առումով հատկապես ուշագրավ է 2024 թվականը։ Նայեք Ֆլեգրյան դաշտերի 2024 թվականի նոյեմբերի մոնիտորինգի տեղեկագրի գծապատկերներին, որը խմբագրվել է Վեզույան աստղադիտարանի Նեապոլի բաժնի կողմից, որը ցույց է տալիս 2005 թվականից ի վեր Ֆլեգրյան դաշտերի հիմնական սեյսմոլոգիական պարամետրերի միտումները։ Անցած 12 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 6547 երկրաշարժ, նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 8%-ով։ Երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունեցել մինչև 3 կիլոմետր խորության վրա, իսկ առավելագույն խորությունը եղել է մոտ 4-5 կիլոմետր։ Այս երկրաշարժերը հատկապես տագնապալի են, քանի որ դրանց փոքր խորությունը վկայում է մագմատիկ խցերում ճնշման աճի մասին։ Բացի այդ, նման իրադարձությունները կարող են ծառայել որպես ավելի մեծ իրադարձությունների նախանշաններ, ներառյալ հրաբխային ժայթքումները կամ խոշոր խզվածքները, քանի որ մակերեսային երկրաշարժերը
հաճախ վկայում են մակերեսի մոտ ապարների անկայունության մասին։ 2019 թվականից տարածաշրջանում գրանցվել է 3 մագնիտուդից ավելի երկրաշարժերի հաճախականության աճ, ինչը ևս հաստատում է ակտիվության աճը։ Ընդ որում 2019-2024 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի գումարային էներգիան արդեն գերազանցել է դիտարկումների պատմության մեջ 1983 թվականից ի վեր ամենախոշոր բրադիսեյսմը։ Բրադիսեյսմը երկրակեղևի ուղղահայաց շարժումների երևույթն է։ Առավելագույն դեֆորմացիայի գոտում երկրի մակերևույթի բարձրացման արագության վերաբերյալ տվյալները հաստատում են Պոցուոլի Ռիոնե դերաշրջանում որոշակի տարածքի ուռեցման գործընթացը, որը շարունակվում է 2007 թվականից, ինչը ակնհայտորեն կապված է մագմայի ներխուժման հետ։ Ֆլեգրեյան դաշտերում նկատվում է ակտիվության և այլ ջերմային և երկրաքիմիական պարամետրերի կայուն աճ։ Այս գործընթացները վկայում են ֆլեգրեյան դաշտերի համակարգում էներգիայի կուտակման մասին։ Իտալիան պետք է պատրաստվի լուրջ հետևանքների, բայց միևնույն ժամանակ մնացած աշխարհը հաստատ չպետք է հանգստանա։ Անկեղծ լինենք։ Իրադարձությունները, որոնց մասին խոսում ենք, անխուսափելի են, և մենք պետք է դրանք ընկալենք ոչ թե խուճապով, այլ բնության օրենքների և մեր առջև ծառացած իրականության փիլիսոփայական ըմբռնմամբ։ Այդ իսկ պատճառով, վերլուծելով գլոբալ տվյալները, ես շեշտում եմ Իտալիայի պատրաստվածության կարևորությունը այն ամենին, ինչ կարող է տեղի ունենալ։ Այժմ ես իմ պարտքն եմ համարում զեկուցել այն դիտարկումների մասին, որոնք ամենամեծ անհանգստությունն են առաջացնում՝ գեոդինամիկ գործընթացները Արևելյան Սիբիրյան պլատֆորմի տարածաշրջանում։ Մենք, ցավոք, մեկ մարդու մեղքով ունենք միայն սահմանափակ տեղեկատվություն և ստիպված ենք հիմնականում անուղղակի հատկանիշներով դատել Սիբիրում տեղի ունեցող գործընթացների մասին։ Բայց նույնիսկ մեր ունեցած տվյալները ցույց են տալիս ներքևից Արևելյան Սիբիրյան պլատֆորմի վրա ճնշման աճի կայուն միտում, կապված հսկայական մագմատիկ օջախի բարձրացման հետ։ Դատելով եզրային դեֆորմացիաներից և առաջացող գեոդինամիկ գործընթացներից, կարելի է վստահորեն պնդել, որ պլատֆորմի վրա պղպջակի ճնշումը մեծ է և զգալի։ Պլատֆորմի բարձրացման գործընթացն արդեն սկսվել է։ Սա, անշուշտ, շատ ողբերգական միտում է, այնուամենայնիվ, այս երևույթի մեկ այլ կողմ կա, որն արժանի է ուշադրության՝ Սիբիրյան պղպջակի ներկայիս ակտիվությունը կարող է ծառայել որպես մի տեսակ անվտանգության փական համաշխարհային գեոդինամիկ համակարգում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիկնոցային լարման տեղի ունեցող վերաբաշխումը նպաստում է այլ գերարաբխային համակարգերի մագմատիկ խցերում ճնշման աննշան նվազմանը։ Առանձին անդրադառնանք պլատֆորմի բարձրացման մեխանիզմին։ Ավանդական մոդելները ենթադրում էին, որ թիկնոցային պղպջակի բարձրանալիս և տաքանալիս պետք է ստեղծվի մակերևույթի զգալի բարձրացում 2 կիլոմետր բարձրությամբ մինչև մագմայի ճեղքումը։ Այնուամենայնիվ, 250 միլիոն տարի առաջ մագմատիկ պղպջակի ներխուժման արդյունքում ձևավորված Սիբիրյան ծուղակների շրջանում նման դրամատիկ վերելքի երկրաբանական ապացույցներ չկան։ Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2011 թվականին Nature ամսագրում երկրաբաններ Սոբոլևի և նրան գործընկերների կողմից Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ինստիտուտներից, հիմնարար փոփոխություն է մտցրել թիկնոցի պղպջակների դինամիկայի ընկալման մեջ։ Սիբիրյան ծուղակների մագմատիկ ապարների ուսումնասիրության հիման վրա նրանք հաստատեցին, որ պղպջակի տեսքով բարձրանալու փոխարեն այն ներքևից աստիճանաբար քայքայել է լիտոսֆերան։ Երբ հալված պղպջակի նյութի և վերին թիկնոցի ժայռերի միջև շփման գոտում էրոզիան հասավ 50 կիլոմետր խորության, այդ պահին սկսվեցին լայնածավալ արտահոսքեր և լավայի ժայթքումներ մակերեսի վրա։ Պղպջակի ժամանակակից գործունեությունը, հավանաբար, հետևում է նույն մեխանիզմին։ Հետևաբար, մենք չպետք է ակնկալենք մակերեսի զգալի բարձրացում միայն մեկ վայրում, երբ ներդրվում է պղպջակի գլուխը, բայց այս մեխանիզմը չի բացառում ամբողջ Արևելյան Սիբիրյան պլատֆորմի լայնածավալ տարածաշրջանային բարձրացումը որոշակի չափով։ Դա միկրոմեծություն է, որը կարող է ավարտվել մակրո աղետով։
Երկրաբանական ապացույցները ցույց են տալիս, որ Սիբիրում մագմայի պղպջակի տեղակայումը մոտավորապես 250 միլիոն տարի առաջ, Պերմի և Տրիասի ժամանակաշրջանների վերջում, հանգեցրեց երկրի պատմության մեջ զանգվածային անհետացման ամենամեծ իրադարձությանը։ Պոտենցիալ սպառնալիքի մասշտաբները հասկանալու համար բերեմ մեկ համեմատություն։ Մագմայի հնարավոր բորտկումն այս տարածաշրջանում կարող է ունենալ 1000 անգամ ավելի մեծ հետևանքներ, քան Ելոուստոունի և Ֆլեգրեյան դաշտերի հիպոթետիկ ժայթքումների համատեղ ազդեցությունը։ Գեոդինամիկայի ոլորտի ցանկացած մասնագետ կհաստատի դիտարկվող գործընթացների հետևանքների լրջությունը։ Գիտական տեսանկյունից մենք ականատես ենք լինում լայնածավալ երկրաբանական իրադարձության զարգացման դասական սցենարի, հսկա մագմատիկ պղպջակի ներդրմանը։ Եթե մարդկությունը Սիբիրում հրաբխային ճարտարագիտության հարցում քայլեր չձեռնարկի, ապա իրադարձությունների զարգացման միայն երկու սցենար կա։ Առաջինը Սիբիրյան պղպջակի միանգամյա բեկումն է, և մարդկության մահը հնարավորինս կարճ ժամանակում։ Երկրորդը լավայի դանդաղ թափանցումն է դեպի մակերես, ինչպես դա 250 միլիոն տարի առաջ էր, և մի ամբողջ մայրցամաքի բնակչության դանդաղ ցավալի մահը։ Հիմնական հարցը ոչ թե այն հավանականության մեջ է, թե արդյոք այս սցենարներից մեկը տեղի կունենա, թե ոչ, այլ մասշտաբի մեջ։ Արդյոք հետևանքները կսահմանափակվեն մեկ մայրցամաքով, թե կազդեն ամբողջ մարդկության վրա։ Մենք բավականին երկիմաստ իրավիճակում ենք արևելյան Սիբիրյան պլատֆորմի հետ կապված։ Մի կողմից, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարածաշրջանի լիթոսֆերային բլոկը բնութագրվում է բացառիկ ուժով և դեֆորմացման դիմադրության զգալի պաշարով։ Այս բնութագրերը մեզ որոշակի հույս են տալիս, որ գալիք տարում պլատֆորմը կդիմանա պղպջակի գրոհին։ Սակայն վերջին 1.5 տարվա ընթացքում մենք ճշգրիտ տվյալներ չենք ունեցել այս տարածաշրջանում երկրաբանական գործընթացների դինամիկայի վերաբերյալ, ինչը զգալիորեն դժվարացնում է իրադարձությունների զարգացման կանխատեսումը։ Չպետք է մոռանալ նաև, որ Մարիանյան իջվածքի բեկման ռիսկը, որի մասին մենք արդեն բազմիցս խոսել ենք, չի նվազել։ Նման բեկումը կարող է զարգանալ ըստ մի սցենարի, որը նման է այն հետևանքներին, որոնք մարդկությունը դիտարկում է Մարսի վրա։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե այս գործընթացներից որն առաջինը կհասնի կրիտիկական կետին, արևելյան Սիբիրյան ափսեի ուժի սպառումը, թե Մարիանյան իջվածքի գոտում ապակայունացումը։ Թե այս երկու սցենարներից որն է ավելի լավը, իսկ որն է ավելի վատը, որոշեք ինքներդ։ Ստիպված եմ նշել, որ առաջիկա տարիներին մենք հավանաբար կստանանք բազմաթիվ կրիտիկական հարցերի պատասխանները։ Ընթացիկ գործընթացները պահանջում են միջազգային գիտական հանրության անմիջական ուշադրությունը և ռիսկերի մոնիտորինգի և գնահատման ջանքերի համակարգումը։ Այնուամենայնիվ, ինչպես գիտեք, ներկայումս մարդկությունը բախվել է մի իրավիճակի, երբ մեկ անձի կողմից ընդունված որոշումների պատճառով արևելյան Սիբիրյան պլատֆորմի տարածքում կարևոր երկրաբանական տվյալների հասանելիությունը մնում է փակ։ Արդեն 1.5 տարի է, ինչ մենք չենք կարողանում այս տարածաշրջանի խորքերում տեղի ունեցող գործընթացների լիարժեք մոնիտորինգ իրականացնել, մինչդեռ Սիբիրում մագմատիկ պղպջակը կարող է ցանկացած պահի պայթել։ Մեկ մարդու գործունեության արդյունքում առաջացած այս անհասանելիությունն արդեն հետևանքներ ունի աշխարհի միլիարդավոր մարդկանց համար։ Եվ, ցավոք, այդ հետևանքները միայն կվատթարանան, առանց ժամանակին միջոցներ ձեռնարկելու։ Ժամանակն աշխատում է մեր դեմ, և հետաձգման յուրաքանչյուր օրը մեծացնում է ռիսկերը ողջ մարդկության համար։ Կարևոր է հասկանալ, որ Սիբիրյան մագմատիկ պղպջակի պլանավորված, վերահսկվող գազազերծումը կարող է դառնալ կարևոր գործիք ներքին ճնշումը նվազեցնելու և Սիբիրում և ամբողջ աշխարհում աղետալի իրադարձությունները կանխելու համար։ Բայց, արդյոք, որևէ մեկը կզբաղվի դրանով։ Անկեղծ ասած, չեմ կարծում։ Նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, չափազանց զբաղված են աշխարհաքաղաքականությամբ։ Պետք է նշել, որ ներկայացված տեղեկատվության համատեքստում հավանականություն կա, որ հանգամանքների բացառիկ բարենպաստ համադրությամբ մարդկության ճակատագիրը կարող է պարզապես ավարտվել գլոբալ սառցե դարաշրջանի սկզբով։ Ավելին, հիմնվելով Սիբիրյան պղպջակի բեկման ավելի վաղ հնչեցված սցենարների վրա, այս գործընթացը կարող է սկսվել շատ ավելի վաղ, քան ենթադրում են ավանդական կլիմայական մոդելները։ Ես արդեն ասել եմ և կշարունակեմ ասել։
Քաղաքակրթության համար ներկայիս պատմական պահը պահանջում է առաջնահերթությունների արմատական վերանայում միջազգային հանրության կողմից։ Ռազմական հակամարտությունները եւ աշխարհաքաղաքական դիմակայությունները այժմ ներկայացվում են որպես անարդյունավետ, քանի որ մարդկությունը գտնվում է կրիտիկական փուլում, երբ գլոբալ գեոդինամիկ խնդիրների լուծման ձգձգումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Անկախ անհատների ցանկություններից, ժամանակի ընթացքում բոլորը կգան այդ գիտակցմանը։ Չէ՞ որ մարդկանց մեծ մասն արդեն հիմա ցանկանում է, որ հակամարտությունները դադարեն, իսկ առաջնորդները լրջորեն կենտրոնանան կլիմայական եւ բնապահպանական խնդիրների լուծման վրա։ Մեր կանխատեսումների համաձայն, համեմատաբար կայուն կյանքի ժամանակային միջակայքը մոտավորապես 4-ից 5 տարի է, ընդ որում, նույնիսկ այս սցենարը պետք է դիտարկել որպես լավատեսական, եւ այն հնարավոր չէ երաշխավորել 100%-ով։ Մենք ստիպված ենք ընդունել, որ աշխարհը թևակոխել է հիմնարար վերափոխման ժամանակաշրջան։ Գեոդինամիկ փոփոխությունների ինտենսիվությունը էքսպոնենցիալ աճ է գրանցում։ Պրակտիկան եւ փորձը ցույց են տալիս, որ բնական լուրջ աղետների պայմաններում մարդիկ, որպես կանոն, տրված են բախտի քմահաճույքին եւ ապավինում են իրենց ամենամոտ շրջապատին։ Աղետների ժամանակ վարքագծի գրագետ ռազմավարության մասին բնակչության իրազեկվածությունը դառնում է խիստ կարևոր հիմք։ Նույնիսկ եթե մենք չենք կարող ավելին անել, գոնե այս միջոցը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել։ Ուստի չափազանց կարևոր է պատրաստ լինել եւ ունենալ գոյատևման հիմնական հմտություններ, ինչպես նաեւ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է գործել ծայրահեղ աղետների պայմաններում։ Գալիք իրադարձությունները մեզանից յուրաքանչյուրից պահանջում են ավելի մեծ հանգստություն, ուշադրություն կատարվածի նկատմամբ եւ ավելորդ ռիսկի չդիմելու պատրաստակամություն։ Ուշադրություն դարձրեք փրկարար ծառայությունների նախազգուշացումներին եւ անհրաժեշտության դեպքում նախապես լքեք վտանգավոր տարածքները։ Սա կարող է փրկել ձեր կյանքը։ Հիշեք, որ աղետի մասին տեղեկացված լինելը եւ պատրաստ լինելը կարող է փրկել ոչ միայն ձեզ, այլև ձեր շրջապատին։ Հոգ տարեք ձեր մասին, քանի որ ձեր կյանքը արժանի է դրան։